Սեպտեմբերին հայ ժողովրդին աղետալի պատերազմով սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է. ինքը պատերազմի ռիսկերը չեզոքացրել է։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են եւ այդ բոլոր ռիսկերը կառավարված են եւ այդ ռիսկերը ըստ էության այլևս գոյություն չունեն։ Ռետրո Փաշինյանը սակայն չի ասում, եթե ունակ է պատերազմը չեզոքացնել, ապա ինչու դա նախկինում չի արել։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք գնա։ Այսպիսով պատերազմի վտանգն իրականում է չեզոքացվել, թե աղետի սպառնալիքը պարզապես քաղաքական գործիք էր հանրությանը վախի մթնոլորտում պահելու համար։ Մի բան հստակ է, պատերազմի թեզը հայաստանյան օրակարգում հայտնվում ու անհետանում է բացառապես Փաշինյանի եւ Ալիևի կողմից։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։